Լոռու մարզային գործատուների միության հետ համատեղ Քարհանյան ուսումնական կենտրոնն ունի համագործակցության հուշագիր համաձայնագիր։ Համագործակցության ընթացքում անց է կացվում արդեն թվով 4-րդ դասընթացը, որը սակայն իր բնույթով տարբերվում է նախորդներից։ Որովհետև այսօր ուսուցողական կենտրոններում արհեստագործական դա այդ ճյուղը մի քիչ թերի վիճակում էր, իսկ հիմա մենք ուզում ենք արդեն եթե փոփոխված է, միջազգային կառույցների միջոցով ուզում ենք մենք մեր դպրոցական տարիքից սկսած արդեն զբաղվեն արհեստագործությամբ, այսինքն ունենան արվեստ եւ մեր միությունը զբաղվում է զուտ այդ ոլորտային ծրագրերի հենց ընդգրկումներով։ Սեմինար դասընթացին հրավիրված էին դպրոցների միջին մասնագիտական կրթական հաստատությունների եւ քոլեջների տնօրեններ։ Սեմինարն անց էր կացնում Գերմանիայից հրավիրված մասնագետը, ով ներկայացրեց Գերմանիայում իրենց ունեցած փորձը միջին մասնագիտական կրթության համակարգում, այդ модельների նոր ու դրական кողмերը։ У нас в Германии очень богатый опыт профтехобразования, потому что мы знаем, что это основа для успеха, экономического успеха у нас в Германии. Вы, наверное, знаете, у нас очень много таких продуктов, как машины, Mercedes и так далее. Это, конечно, результат и успешного профтехобразования. Կրթական բարեփոխումներ մեր պետությունում կատարվում են եւ այդ բարեփոխումների հիմնական ուղղությունները նախանշելուց մենք պետք է վերցնենք լավագույն մոդելները եւ կարծում եմ, որ Գերմանիայի միջին մասնագիտական այդ կրթության մոդելը կարող է իրոք հիմք ծառայել մեր կրթական բարեփոխումների համար։ Գործատու կրթական հաստատություն կապը նախկինում շատ լավ էր գործում, դա այն ժամանակ, երբ Վանաձորը մեր երկրի արդյունաբերական գիգանտն էր։ Այսօր սա մեծ բաց է ոլորտի համար, նշում են միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարները։ Այսօր արտադրություններ չլինելով մենք փորձում ենք մասնագիտական կրթությունը պրակտիկաների միջոցով կարողանանք բերենք որոշակի այնպիսի աստիճանի, որ երեխան, երբ որ արհեստագործական ուսումնարանը ավարտի, ունենա որոշակի հմտություններ եւ որոշակի գիտելիքներ, որպեսզի կարողանա ինքը իր գիտելիքները եւ հմտությունները կյանքում օգտագործի իր աշխատանքի մեջ։ Այն, որ լուրջ բացթողումներ կան կապված միջին մասնագիտական կրթության հետ, գաղտնիք չէ։ Այս դասընթացը նպատակ ուներ համագործակցության արդյունքում հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող եւ հաջողություններ գրանցած փորձերը միջին մասնագիտական կրթությունը մեր երկրում եւս բերել պատշաճ մակարդակի։ Գերմանացի մեր ընկերները ցույց են տալիս նաեւ, որ պետության աջակցություն գոյություն ունի։ Գոյություն ունի պետության աջակցություն 60%-ի բաժնե մասով, այսինքն նյութատեխնիկական բազա ստեղծելու հետ կապված։ Պետությունը իրեն մասնակցությունը ունենում է պարտադիր եւ նրանց կրթական համակարգը ըստ իրանց ներկայացրածի փաստորեն հանրակրթությունը 3 աստիճանով է գնում։ Մեր երկրում սակայն հանրակրթությունը 2 աստիճան ունի՝ հիմնական եւ ավագ կամ միջին մասնագիտական, ու եթե աշխարհում արդեն դրական ցուցանիշեր գրանցած փորձ կա, կարելի է կիրառել մեր երկրում եւս, նշում են այդ դժվարությունների միջով անցած պատասխանատուները։ Միք հեռուստաընկերություն, լուրեր։